Կենտրոնական բանկը հայտարարել է, որ եկող տարվանից շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի թղթադրամները, դրանք կլինեն հիբրիդային, այսպես կոչված սենդվիչ թղթադրամներ։ Մինչև դրանց գալը մենք կօգնենք ձեզ տարբերակել այսօր շրջանառվող հայկական դրամը կեղծ փողերից։ Բանկային համակարգում շուրջ 50 տարի աշխատող մեր մասնագետը կներկայացնի դրամի գլխավոր հատկանիշները, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Քաղաքացիները դրան վերցնելիս պետք է ուշադիր լինեն այս մասում ֆինոգրաման, որ տեսնեն դա իսկական է։ Շարժելուց այնտեղ երևում են տվյալ թղթադրամի պատկերը, պրոֆիլը, ինչպես նաև արժողությունը շարժելուց փայլա տալիս եւ նաշքեր։ Նաև հիմնական ագարակողմում գիտագծերով տվյալ թղթադրամի արժողությունը փայլատեղի ձևով երևում է իսկականի վրա։ Քաղաքացիները պետք է նաև ուշադրություն դարձնեն այս մասում պատկերված է նկար, որը նայելուց երևում են կետագծեր։ Լուսամուտում նայելուց այդ կետագծերը երկու մասերի միանում են, դառնում են երկու Հ, մեծատար հեր, Հայաստանի Հանրապետություն։ Մասնագետը ներկայացրեց բոլոր դրամների համար ընդհանուր հատկանիշները։ Խոշոր նոմինալով թղթադրամները ունեն առանձնահատկություններ, որոնց քաղաքացիները պետք է ուշադրություն դարձնեն, որ կեղծ փողը իրականից տարբերեն։ 1000, 5000, 10000, 20000 եւ 100000 դրամանոցների դեպքում կետագծերը երևում են դարձերեսին հակառակ կողմը, 50000-ի դեպքում դա երևում է դեմերեսի, որը շտրիխներով, այսինքն կետագծերով արտահայտված է։ 50000 դրամանոցը վերցնելիս դեմերեսին նայում են եւ այս մասում երևում է հոլոգրաման։ Հոլոգրամայի վրա պատկերված են լույսի տակ շարժելու ժամանակ երևում է կաթողիկոսի եւ թագավորի նկարները։ Հայկական դրամը բամբակից է, լաքապատ է, յուրահատուկ ձայն ունի։ Կեղծ փողից կարելի է տարբերել այսպես։